Վերջին անգամ նման բան կատարվել էր շուրջ 1000 տարի առաջ, երբ ողջ Եվրոպան եկավ Հայաստան։ Դա Կիլիկյան Հայաստան էր, բայց դա հայոց թագավորություն էր։ Եվրոպան հասկացավ, որ չի կարող հասնել իր գլխավոր նպատակի, խաչակրաց արշավների հաղթանակի և Քրիստոսի գերեզմանի ազատագրման առանց հայերի։ Ահա ինչու Ֆրիդրիխ Բարբարոսը, Գերմանիայի կայսր, Ռիչարդ առյուծասիրտը, անգլիացիների թագավորը, բերել էին հայերին Հռոմի պապի և Բյուզանդիայի կայսրի ուղարկած թագերը, որ հիմնվի, վերականգնվի հայոց թագավորությունը։ 1000 տարի անց ողջ Եվրոպան գալիս է Հայաստան։ Դուք պատկերացնում եք, եթե Լևոնի տեղը լիներ մեկը, խոսքը իհարկե Լևոն թագավորի, հրաշագործ Լևոնի մասին է, որը ով հրաժարվեր այս պատասխանատվությունից, առաքելությունից և պատվից։ Սակայն հենց հիմա կատարվում է մոտավորապես նույնը։ Տեսեք, Մակրոնը և Մելոնին, Կանադայի վարչապետը և Բրիտանիայի վարչապետը, Զելենսկին և Սանդուն, տասնյակ քաղաքական առաջնորդներ եկել են Հայաստան, որովհետև Եվրոպան պայքարում է Հայաստանի համար, որովհետև Հայաստանը ազատագրելով ռուս-թուրքական լծից, նրանք կազատագրեն և Վրաստանը, և Իրանը։ Դա մի բան է, որ շատ լավ հասկանում են եվրոպացիները, և մի բան է, որ ոչ մի կերպ չեն հասկանում որոշ հայերը։ Ես հիմա Գերմանիայում եմ։ Ես այստեղ եմ, որովհետև գլխավոր գործը, ինչ կարելի էր անել մինչև այսօր, մենք արեցինք և սպասում ենք Եվրոպայի գնահատականին։ Ո՞րն է այդ գործը։ Դա Եվրամիության անդամակցության օրենքն էր, որը մենք նախաձեռնեցինք և որը ընդունվեց։ Հենց այդ օրենքի մասին խոսում են բոլորը։ Սկսած Մակրոնից, վերջացրած Պուտինով։ Հենց այդ պատճառով են իրենք եկել։ Եվ հիմա ես չեմ ուզում ոչ ոքի խանգարել, թող ընտրությունը լինի ազատ երկու կողմից։ Եվ մենք կշարունակենք մեր աշխատանքը, որովհետև Հայաստանը չունի այլ ընտրանք բացի Եվրոպայից։ Ես շնորհավորում եմ բոլորիդ։ Եվրոպան մեզ հետ է։ Եվրոպան դա Հայաստան է, իսկ Հայաստանը Եվրոպա է։